Եռագլուխ բառը երևի շփոթել եք, գոնե պետք է ասեք բազմագլուխ, որովհետև ձեզ հաջողվել է այս տարիների ընթացքում ճնշող մեծամասնության հասարակության դարձնել ընդդիմադիր, եւ եթե այդ ճնշող մեծամասնությունը դուք հայտարարում եք, որ պատերազմի կուսակցության անդամներ են, ուրեմն փոխեք այդ թիվը, շատացրեք, ես հասկանում եմ, որ միագլուխ կործանման բերած, աղետներ բերած ուժին փորձում եք իբր այսպես քանակական բաներ առաջ բերել, թվեր ներկայացնել, իրականությունը ցավոք սրտի այդպես չէ։ Պատերազմ բերողնել եք դուք, պատերազմ բերացնել եք դուք, աղետներ բերացնել եք դուք, կորուստներ բերացնել եք դուք եւ շարունակաբար բերելու եք դա, եթե դուք մնաք իշխանության։ Սիրելի հայրենակիցներին, ձեռքում է այս կառավարության ծրագիրը եւ զեկույցները, այստեղ միակ բանը, որ նման է այս բոլոր գրքույկներն իրար, այս գույներն են, որ տրենդային գույն է, անդրացիտ եւ կապտամանուշակագույնին խփող, ուրիշ ոչ մի նմանություն չկա այս փաստաթղթերի մեջ, ոչ ծրագիրն է անպատասխանում է զեկույցներին, ոչ անգամ զեկույցներից յուրաքանչյուրի տարվա զեկույցն է անպատասխանում հաջորդ տարվա զեկույցներին։ Եթե ուշադիր կարդա հայ ընթերցող այս զեկույցները, ուրեմն սկզբում կտեսնի հերոս Սասունցի Դավիթի կերպարի մեջ մտած մի կառավարություն եւ նրա ղեկավար, որը հայ ժողովրդին բարեկեցություն, երջանկություն, հզորություն, արտաքին ազդեցությունից նվազեցումներ է բերում։ Կկարդա հաջորդ տարվա զեկույցը, որտեղ արդեն Սասունցի Դավթի կերպար ստացած վերցրած անձը կդառնա արդեն խիստ կրոնավոր, հավատացյալ եւ հոգեվոր առաջնորդություն կվերցնի, հաջորդ տարվա զեկույցում արդեն ընկճված, պարտված, հանձնվողի հոգեբանությամբ մի կերպարի կհանդիպի, իսկ վերջում, քանի որ մոտենալու է նոր խապելու ժամանակահատվածը, կհանդիպի նորից զենք զրա հակած, բայց այս անգամ ոչ թե պատերազմի, այլ քաղաքացու առօրյա կյանքի համար զենք զրա հակած մի կերպարի։ Իրականում այս բոլորը հենց քաղաքական հրեշի իրական նկարագրություն է, որովհետև միայն հրեշը կարող է այսպես կերպարանափոխվել, նա չի կարող իր նախորդ օրը ասածը գլխի վրա շուռ տված ներկայացնի հաջորդ օրը, նա չի կարող մեկ ժամ առաջ ասածը գլխի վրա շուռ տված ներկայացնի այսօրը, իսկ իրականում մենք ունենք արձանագրված արդյունքներ, որոնք ցավոք սրտի մեր հասարակությանը, մեր ժողովրդին լավ բան չի խոստանում։